Ողջույն սիրելի հետևորդներ, հարգելիներս այսօր պատրաստել եմ իշխանձկան ձկնկիթ։ Նախ եւ առաջ վերցրել եմ 500 գրամ 50 աստիճան տաքություն ունեցող ջուր, ավելացրել եմ 10 գրամ աղ եւ խառնել, որպեսզի աղը լուծվի ջրի մեջ։ Հետո աղաջրի մեջ եմ դրել մոտավորապես 400 գրամ թաղանթի մեջ գտնվող ձկնկիթը ու թողել 5 րոպե։ 5 րոպե անց սկսել եմ հեռացնել ձկնկիթի վրա գտնվող թաղանթը։ Թաղանթը հեռացնելուց հետո լցրել եմ քամոցի մեջ եւ մի քանի անգամ սառը ջրով լվացել հոսող ջրի տակ, որպեսզի միջից դուրս գան թաղանթի եւ արյան կտորները։ Երբ որ արդեն ձկնկիթը լիովին մաքուր էր, թողել եմ քամոցի մեջ 10 րոպե, այնուհետև դատարկել եմ թասի մեջ եւ ավելացրել 5 գրամ շաքարավազ եւ 5 գրամ աղ։ Հետո խառնել եմ, որպեսզի աղը եւ շաքարավազը հավասարաչափ տարածվեն։ Այնուհետև 30 րոպեով տեղափոխել եմ սառնարան։ 30 րոպե անց դուրս եմ բերել սառնարանից եւ դատարկել մի քանի իրար վրա դասավորած անձեռոցիկների վրա եւ տարածել։ Եվս մեկ անձեռոցիկ էլ փռել եմ ձկնկիթի վրա, որպեսզի անձեռոցիկները իրենց մեջ կլանեն ավելորդ հեղուկը։ 5 րոպե անձեռոցիկների վրա թողնելուց հետո կթալի օգնությամբ հավաքել եմ եւ լցրել թասի մեջ։ Հետո ավելացրել եմ 10 գրամ ձիթապտղի յուղ, զգուշորեն խառնել, այնուհետև լցրել եմ ապակյա տարայի մեջ, բերանը փակել եւ 1 օրով տեղափոխել սառնարան։